Պարտ, մի տեսակ ես պարտ, հեսա կներկայանամ ես պարտքի զգացողություն, ես չգիտեմ, Երևանի այս ազգի 10%-ը չեմ ասում, պարտքի զգացողությունն ուներ, ազգանս Կոյցիկով Բորիկ, Ավդիխանյան Գևորգի հայրն եմ, նոյեմբերի 7-ին տղա Շուշիում վիրավորվեց ծանր, 9 օր պարկելուց հետո ինքը մահացավ, ես խիստ շեշտեցի նոյեմբերի 7, 9-ին էլ այդ բանը, քիչ ներվայնացած եմ, չեմ կարող խոսամ, վերջը, նման եւ հայտարարություն եղավ 21 թվականի երևի քիշեք, ապրիլի ես օրը լավ չեմ հիշում, բան կարող ենք, այս արդեն ծեծվել է, մենք արդեն հոգնել ենք այդ բաներն ասելուց, կլիներ նույն իրավիճակ առանց զոհերի, ես ինչի համար եմ ասում, եթե ազգի 10%-ը դա գիտակցեր, մեր կաշվի մեջ կմտներ, լավ, մենք ինչքան կարանք հարցազրույցներ տանք, ինչքան կարանք անքես խոսել, մեզ հասկացող չկա, գիտեք ինչ, հայտնի բան է, որ 20 թվականի պատերազմի ժամանակ արտասահմանից եսի նկատի ունեմ Ռուսաստան, Եվրոպայից բավականի տղաներ եկան, զոհվեցին եւ գցենք շատերն էլ գնացին փառքասու որ կենթանի մնացին, գնացին իրանց տներում այդ ցուկը չեղավ ոնց որ գցենք մեր տներում բան անցելա 4 տարի մեր ամբողջ ազգը դասալ դիտում է հիմա տեսեք եւ դրսում մարդիկ տեսնում են որ այս ազգի մոտ մեր ժողովրդի մոտ միասնություն չկա ամեն անգամ մենք գալիս ենք մեր հոգու կսկիծով խոսում ենք խոսում բայց ոնց որ ասած մեզի լսող չկա ինչա մենք այդքան առհամարված ենք ես շուտվանից Facebook չեմ մտել ես վերջերս մտնում եմ բան ունես թեթևակի բան շատ մարդիկ հայր մայրեր ասում են զոհվածների ծնողներ չեն ասում են բա այդ 5000 երեխաները բան մենք քաղաքական գործիչներ ունենք ընդդիմադիրները եսի նկատի ունեմ որոնք ես 4 տարվա մեջ այս 5000 զոհի անունը 5000 անգամ ասել են չեն ասել նրա համար ես պարզ ձեզ ասում եմ չեն ասել նրանց համար որ գիտեք մեզ կարեկցելով կամ բան ասել են իրանց քաղաքական ուղակի այդ խոսույթը բան էլի ավելի ծաղկացնելու ավելի ոնց որ ասած արժեք ունենալու համար հիմա տեսեք այս ամեն ինչը շատ հապճեպ եղավ 7 ծնող ենք մենք հավաքված բան